Այսօր մենք կխոսենք 5 հիմնարար ջանքերի մասին, որոնք որ փոխանցված են սուրբ տեքստերից եւ ամենակարևոր երևի թե հիմնասյունն են ընդհանրապես ուղով գնալու այդ շարժման մեջ։ Եվ այդպես առաջինը ջանացիր մտքի վարժեցման մեջ նախնական պրակտիկաներով։ Որոնք են նախնական պրակտիկաները, այդպես կոչված գոնրո, դա առաջին հերթին խորհել սանսարայի տառապանքների մասին, երկրորդը խորհել կարմայի մասին, պատճառը հետևանքային կապի, երրորդը խորհել անցողիկության եւ մահվան անխուսափելիության մասին։ Սա բազային այդպիսի մտքերը, որոնք որ մենք անընդհատ պիտի մեր առջև ունենանք եւ դրա մասին շատ խորհենք, որից հետո գալիս են զածը կամ ջածը նայած արտասանություն, երկրպագությունները եւ դոջե սեմպայի մանտրան։ Սա նախնական պրակտիկաներն են, որոնք որ վարժեցնում են մեր միտքը։ Երկրորդ ջանքը ջանացիր յիդամի թագավորական կերպարով ինքնարաջացման պրակտիկայում։ Սա իհարկե ավելի բարձր մակարդակի, ավելի զարգացված ուղով գնացող մարդկանց, ավելի բարձր աստիճանի հասած մարդկանց համար է, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ մենք ֆիքսենք, որ դա ջանքերից մեկն է, դուրս գալ մեր այս կյանքից եւ կարողանալ ընկալել ավելի վեհը, ավելի երկնային հայացքով տեսնել ամբողջը եւ այդպես գնալ զարգացման ճանապարհով։ Երրորդ ջանքը ջանացիր հավատի եւ սրտատրոպ ակնածանքի աճեցման մեջ։ Եվ ինչու այդպես, որովհետև մենք ընկալում ենք, որ առանց հավատի մենք չենք կարող հասնել եւ ոչ մի արդյունքի, եւ մեծ իմաստով առանց հավատի մենք ընդհանրապես չենք կարող շարժվել զարգացման ճանապարհով։ Եվ նույնը սրտատրոպ ակնածանքը, որը հավատից է բխում իհարկե, եւ միայն սրտատրոպ ակնածանքի եւ հավատի արկայության բարագայում մենք ստանում ենք ուսուցչի օրհնությունը։ Ներքին առումով ուսուցչի 4 մարմինների զորությունը փոխանցվում է մեզ միայն հավատի եւ սրտատրոպ ակնածանքի արկայության դեպքում։ Եվ այդպես չորրորդ ջանքը ջանացիր վերլուծական դատողություններից ազատ մտքի առաջացման մեջ։ Եվ սա շատ կարևոր տարր է, որովհետև մակերեսային միտքը այդ անընդմեջ դատողություններ ունեցող եւ դատողություններ, որոնք որ կարծրատիպերից են բխում շատ հաճախ, եւ այդպես այդ մակերեսային միտքն է, որ մեր հիմնական թշնամիներից մեկն է։ Հենց դա է խանգարում մեզ գնալ դեպի էությունը, դեպի մեր խորքը, եւ դրա համար յուրաքանչյուր քայլափոխին մենք ջանում ենք հենց այս ուղղությամբ։ Եվ այդպես վերջին 5-րդ ջանքը ջանացիր բարի երախտիկներ կուտակել եւ նվիրաբերել դրանք։ Բարի երախտիկները առաջանում են տարաբնույթ բարի գործերից եւ յուրաքանչյուր բարի երախտիկը ինչ որ ձևով բրդում է մեզ առաջ հոգեվոր զարգացման ճանապարհին, բայց յուրաքանչյուր պահին մենք առաջնորդվում ենք նաև մտքով, որ եւ ոչ մի բարի երախտիկ մենք չենք կուտակում կուտակման համար, եւ դրա համար յուրաքանչյուր պահին նվիրաբերում ենք դրան բոլոր շնչող էակների ազատմանը։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միմիայն մեր մեջ է։